Բարձր շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես երեք Նիկոլ Փաշինյանը տեսակ նորից ինչ վիճակում հայտնվեց, սաղით տանել է մահացել, պատվորների մեկ հայտնվելու, լցվելու եք, համբալներ, ոտքերները կպոկեմ, մի խոսքով այս ամեն ինչը ինչի դրսևորում է, բոլորը ասում են կպան հենց իրենց կոռուպցիային, հենց իրենց տալանին, հենց իրենց խուլիգանական վարքագիծ դրսևորող պաշտոնյաներին, սրանով է իրեն գիտեն ինչ են արել եւ սրանով է պայմանավորված իր այս հիստերիան, խնդրեմ ձեր գնահատականը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մինչև ձեր հարցին, հիմնական հարցին պատասխանելով ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մայիսի 8-ն է։ Մայիսի 8-ը մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը համայն հայության համար ազգային ազատագրական պայքարը խորհրդանշող Շուշի ազատագրման օրն էր։ Այսօր այլևս Հայաստանի Հանրապետության հայոց պատմության, նորագույն նորագույն ժամանակաշրջանում ազատագրական պայքարի հանձնման, դավաճանման ուրեմն օր է դարձել։ Եվ շնորհիվ այս իշխանությունների, շնորհիվ ՔՊ-ի, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Միանշանակ ուրեմն ճիշտ եք նկատել, քաղաքացիական պայմանագրին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին թվում է թե կոռուպցիայից խոսելու մոնոպոլիան դա ինեսն է։ Թերևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե այդպես մտածեր մինչև 18 թվականը, թերևս ինքը այսպես ասած այդ իրավունք ունենար, չնայած ես վստահ եմ, որ այն ժամանակ էլ ինքը այդ իրավունքը չուներ, ինքը կոռուպցիայի մեջ թաթախված է եղել մինչև անգամ իշխանության գալը, հա։ Այդ մասին վկայություններ կան, այդ մասին հայտարարություններ կան։ Իշխանության գալուց հետո առավել եւս կոռուպցիան դարձել է այս իշխանությունների անբաժանելի մասը։ Այդ ուրիշ բան, որ ընդդիմությունը կամ չի խոսում, կամ շատ քիչ է խոսում, եւ մենք երեք ականատես եղանք այդ քիչ խոսածներից մեկին, որի այո ճիշտ եք նկատել, Նիկոլ Փաշինյանը ընկավ հիստերիայի գիրկը։ Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է ինչպես հենց նրանով, որ նրանք մինչև ականջները թաթախված են կոռուպցիայի մեջ, այնպես էլ ուրեմն նույն այսպես ասած կանոնային ցարացումներով ժողովրդի մեջ չէ, այսպես խոսք կա տեղերը մոռացել է խմել, դա ճիշտ է, կես կատակ են ասում, բայց նույնպես պայմանավորված է նույն մայիսյան տոներով, եռատոնով, որը որ ինքը խելել է մեզանից բոլորիցս, եւ տեսնում ենք, որ չուզելով խորքային հակառուսականությամբ, այն որ ինչպես իրենք էին ասում Պուտինի հրաժարականի պահանջը սրդում, հա, ինքը գնալու է վաղը Մոսկվա։ Այսինքն այսօր է գնալու Մոսկվա, հա, վաղը մասնակցելու է մեծ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Ուրեմն այստեղ էլ մենք այս մասին միշտ բարձրաձայնել ենք, միշտ խոսել եմ, ես ասել եմ, ոչ մեկի համար գաղտնիք չի, այս իշխանությունների հակառուսականության դոզան, այս իշխանությունները իրենց էությամբ են հակառուսական եւ ինձ համար գրոշի արժեք չունի իր մասնակցությունը։ Ճիշտ է, դա արդեն Ռուսաստանի իշխանությունների գործն է, թե իրենք ինչպես կվերաբերվեն, հա, էությամբ հակառուս, Պուտինի հրաժարականի պահանջը սրդում թաքցրած, գործի մասնակցությունը, դա իրենց գործն է, դա իմ գործը չէ, բայց սա հստակ է, պետք է սա արձանագրենք, որ ինչ ձևով էլ մասնակցի Նիկոլ Փաշինյանը վաղվա շքերթին, վաղվա միջոցառումներին, ինքը իր էությունը չի փոխելու, իր հակառուսականությունը ինքը չի փոխելու։ Եվ այս թեման շատ ծավալուն, շատ խորքային թեմա է, ուղղակի ես մի բան եմ ուզում անպայման նշեմ, քանի հակառուսականությունից խոսեցինք, քանի հայրենական մեծ պատերազմից խոսեցինք, իսկապես վաղը մեզ բոլորի համար տոն է, ինձ համար տոն է, իմ պապը, իմ տատիկի եղբայրները մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, ցավոք սերի տատիկիս երկու եղբայրն էլ չեն վերադարձել։
այդ հաղթանակը մեզնից ոչ մեկ չի կարող խլել, այդ հիշողությունը մեզնից ոչ մեկ չի կարող խլել, բայց ամեն դեպքում Ուկրաինայի օրինակը մեր աչքի առջև ունենալով ես ուզում եմ շնորհավորելով մեր ժողովրդին, շնորհավորելով հանդերձ ստապության, զգաստության կոչ անել, որովհետև մենք տեսնում ենք, որ ակտիվ անում են հակառուսական process-ները ամեն դեպքում, եւ այդ մասին անգամ ռուսական պաշտոնատար անձինք բարձրաձայնեցին, առաջին անգամ լինելով Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ երկրորդ ճակատեն փորձում բացել Ռուսաստանի դեմ։ Ես օգտվելով առիթից հորդորում եմ մեր բնակչությանը, մեր քաղաքացիներին չտրվեն ոչ մի սադրանքի, ես ձեզ ասեմ, քաղաքացիական պայմանագիրը գիտի հանուն ինչի անում։ Հանունը ճագերտների մեջ իրենք հանուն փողի են անում դա, հանուն իրենց հետագայում անվտանգային երաշխիքների են անում, որպեսզի փախնելու տեղ ունենան, որպեսզի իրենք պահկվելու տեղ ունենան, այդ դուք չմտնեք այդ խաղի մեջ, չմտնեք այդ հակապետական, հակահայկական գործընթացի մեջ, սա ես որդիական խնդրանքով եմ ասում, բոլոր նրանց, ես հասկանում եմ, որ սա բավարար չէ, այսպես ասած, որովհետև լուրջ տեղեկատվական ուրեմն տերորի տակ է գտնվում մեր բնակչությունը։ Ես հասկանում եմ, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում, որպեսզի մեր բնակչությանը տրամադրեն, հակառուսական տրամադրություններով։ Բայց ամեն դեպքում, թեկուզ սա թույլ ձայն է, բայց ես ուզում եմ, որ այս ձայնը ինչ որ ձեր մեջ արթնացնի, այդ թեկուզ ձեր երեխաների անվտանգությունից ելնելով, ձեր զավակների անվտանգությունից ելնելով, սա շատ կարևոր է, որպեսզի գիտակցեք։ Անհրաժեշտության դեպքում մենք բարձրախոսներով փողոցներում էլ կբարձրաձայնենք այս հարցը, բայց ամեն դեպքում։ Ուրեմն ինչ էի ուզում անդրադառնայի, կարող է քիչերն են հիշում, բայց 5 տարի առաջ այսօրը, ուրեմն 2020 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության բնակչության թիկունքում քաղաքացիական պայմանագիրը ուրեմն վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան։ Այն ժամանակ ափսոս, ինչպես հիմա 15-20 հոգով կառավարության դեմ նստացույց են անում, այն ժամանակ էլ ափսոս քաղաքացիները չհասկացան ինչ է տեղ ունենում եւ մենք ընդամենը 15-20 հոգով ուրեմն ակցիաներ էինք իրականացնում ազգային ժողովի մուտքի մոտ, որպեսզի փորձում էինք ուրեմն խոչընդոտել կոնվենցիայի վավերացումը եւ իշխանությունն էլ եթե կհիշեք շատ ծածուկ գիշերով ուրբաթ երեկոյան տարավ, ուրեմն մայիսի 5-ին ազգային ժողով եւ մայիսի 8-ին երկուշաբթի առավոտյան դերևս պատգամավորների մի մասն էլ դերևս չէր հասել ազգային ժողով, շատ թաքուն ձևով այն վավերացրեց։ Ես ինչ եմ ուզում ասեմ ձեզ։ Լանզարոտեի կոնվենցիան եւ այդ պիղծ կոնվենցիաները, մի շարք պիղծ կոնվենցիաներ, որոնց թվում նաեւ Ստամբուլյան կոնվենցիան, որի վավերացման դեմ 242 օր շարունակ ուրեմն կանգ հասարակական նախաձեռնությունը պայքար է տարել, ուրեմն այս պիղծ կոնվենցիաները պակաս վտանգավոր եւ պակաս աղետալի չեն, այլ հայրենադավ, հակապետական ուրեմն գործընթացներից, Ես սա շատ ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, պատկերացնենք։ Եթե Շուշին հանձնելով մեր հայրենիքի մի մասը հանձնեցին, Լանզարոտյան կոնվենցիաները ընդունելով, ուրեմն իրենք փորձում են մեզնից խլել հայությունից, բովանդակ հայությունից խլել ապագայում ուրեմն պահանջատեր լինելու հնարավորությունը։ Այսինքն այն սերունդները, ովքեր որ վաղը պահանջատեր են լինելու Շուշիի ազատագրմանը, Շուշիի վերադարձին, այդ սերունդները իրենք հիմիկվանուց կանխում են այդ պահանջատիրությունը, հիմիկվանուց այլասերություն քարոզելով, թմրամոլություն քարոզելով, թմրամոլությունը տարածելով եւ շատ ու շատ այլ արարատավոր երևույթներ, սա ընդհանուր մեկ շղթա է, մեկ ամբողջություն է։ Իրենք փորձում են վաղվա պահանջատիրությունը ջնջել այսօր, Ես գիտեմ, որ սա
դժվար է հասկանալի, սա շատ քչերը կհասկանան, բայց պետք է խնդրեմ բոլոր նրանք, ովքեր որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, ովքեր որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում մեր դեմ, ինչ մեծ ուրեմն դավադրություն, ինչ մեծ հակահայկական, հակապետական, հակազգային ծրագիր, ինչ հրեշավոր ծրագիր է տեղի ունենում, գոնե իրենք փորձեն, այսպես ասած, գիտեք, մենք պայքարում ենք, բայց մեր ուժը միայնակ բավարար չէ։ Մեր ուժը միայնակ բավարար չէ։ Ինչպես որ բավարար չեղավ նույն Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման օրը, երբ որ մենք կոչ էինք անում, մեզ ձերբակալում էին։ 24 ժամվա մեջ ինձ 4 անգամ են ձերբակալել։ Երբ որ մենք կոչ էինք անում Լանզարոտեի կոնվենցիան վավերացման դեմ դուրս գալ փողոց, այն ժամանակ բախվեցինք առաջին անգամ թերևս բախվեցինք տար իրականությանը, որ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությանը հետաքրքիր չի անգամ իրենց զավակների ապագան։ Ուրեմն ես չեմ ուզում, որ հետագայում էլ այսպիսի անտարբերությամբ մենք հետևենք, թե ինչպես են ուրեմն կործանում մեր երեխաների ապագան, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Թերևս այսքան է, Մարիամ ջան, եթե հարցեր չունեք։ Ամեն դեպքում ես ուզեմ նաև անդրադառնալ, այդ վիճակը, որ ինքնպես ընկել է խանգարումի մեջ, որը ասենք չունի այն մարդուն, օրինակ Ալիևին, որը իրեն ասում է հարբեցող ծաղրացու, այս որակումներն է տալիս։ Էսի է դրսևորում ինչի է դա պայմանավորված։ Մարիամ ջան, դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը այդքան դուխ ունի, որ Ալիևին, հա, իր ասած դուխ բառը օգտագործեն, կներեք ես փաստորեն։ Նախ ես ասեմ ձեզ, նախ ես ձեզ ասեմ, ԱԶ-ի պատվալների համար առաջին տեխնազում դա ինքն է եւ քաղաքացիական պայմանագիրն է։ Սա հստակ է եւ ինչի մասին է խոսքը։ Երկրորդը գիտեք թիկնաբաներով շրջապատված վարչապետի աթոռի գտնվելու հանգամանքով պայմանավորված իր անվտանգության մակարդակի բարձրացումը այսպես, հա, դե մի ամբողջ ուժային համակարգ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պաշտպանում ու պահում, հա, այսպես ասած ցենը տակ տեղից է գալիս։ Այստեղ գիտեք այն տղամարդիկ կան տունը սեփական երեխաների վրա գոռում են, կանոչ ապտագում են, ծեծում են, ջարդում են, բայց դուրս է գալիս են ձայները դուրս չի գալիս։ Հիմա այս կարգավիճակով տանը բորբորոսն ու գորգորուսը դեռևս չի նշանակում, որ ինքը կարող է Իլհամ Ալիևի վրա գոռալ, բորալ։ Դա ասված ես սխալվում եմ, բայց ամեն դեպքում առնվազն վերջի 4 տարում մենք տեսանք, որ անգամ ամենամեղմիկ, այսպես ասած, ամենաքնքշալի պատասխանները չէին հնչում, հա։ Ալիևի հողորտանքներին, Ալիևի մեղադրանքներին, Ալիևի ծաղրին, այո, ցավոք սրդի։ Ինչքան ես ընդդիմադիր եմ Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում իմ դուրը չի գալիս, որ թշնամի երկրի ղեկավարը իմ երկրի ղեկավարին ծաղրում է։ Եվ ես շատ կուզենայի, որ գոնե մի ծափ տուն այնտեղ դուրս գար, հա, պատասխան դուրս գար։ Բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Եվ հստակ է, ամեն ինչ հստակ է, չի կարող տեղի ունենալ։ Եվ գիտեք, այստեղ մենակ Նիկոլ Փաշինյանի մեղադերն էլ ճիշտ չի։ Ամեն դեպքում ես չեմ ուզում ընդդիմությանը մեղադրեմ, բայց ամեն դեպքում ընդդիմությունը չեմ հասկանում, ինչի է կան ամեն ինչը թույլ տալիս։ Ինչի է ամեն ինչը թույլ տալիս։ Քրիստինա Վարդանյանի եւ ուսների պատասխանն է պես իրեն տված։ Եվ ասած տիկնապահները շրջապատված տեսակի վարդան։ Քրիստինա Վարդանյանին հալա լինի, այսքանը ես հստակ կարող եմ ասել։ Հալա լինի։ Ամեն դեպքում եթե ինչ ունի այնքան անելու Ռուսաստանը, հա, մանավանդ որ ասում եք, էլի։ Ճիշտ է դուք ասացիք, թե ռուսները հասկանան ում են ընդունելու, բայց վստահաբար հասկանան։ Չէ, ոչ թե հասկանան, իրենք գիտեն իրենց անելիքը, էլի, այսինքն այստեղ հասկանալու խնդիր չի։ Ես ասեմ ձեզ, շատերին Երևանից թվում է, թե Ռուսաստանի դաշտում չեն հասկանում ինչ են անում, բայց սա ասեմ թյուր կարծիք է։ Նրանք ավանդական, կայսերական մտածելակերպ ունեն, իրենք լավ գիտեն, որ ժամանակ ինչ անեն։ Նիկոլի անելիքը ես չեմ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր անձնական շահից բացի ինչ որ ուրիշ հարցերով փորձի զբաղվել, ես չեմ կարծում։ Երանի թող փորձեր, ասենք նույն այս
իր այցը ինչ որ Հայաստանի շահի համար, Արցախի վերադարձի շահի համար ծառայեցնել, հա, Երանի թող փորձեր ծառայեցներ, բայց ես նման սպասելիք չունեմ։ Երանի փորձեր այս հանդիպումը ինքը վերածեր, ասենք Արցախահայության տուն վերադառնալու հարցերով, առավել եւս որ այս մասին շատ ենք խոսում է, մեր Տիգին Ալեքսանյանը շատ ասում, մեծ հայրենականուն տոնած հաղթանակի մեջ Արցախահայության ավանդը, ներդրումը դա անուրանալի է եւ թող բարձրագոց չհնչի, բայց Արցախահայության ներդրման իրենց, հա, այսպես ասած մասնաբաժինը շատ հսկայածավալ է եւ այստեղ ասենք 80-ամյակի տոնակատարությունների ժամանակ Արցախահայության վերադարձի մասին չխոսելը, Արցախահայության վերադարձի, Արցախահայության տուն դարձի մասին չբարձրաձայնելը դա շատ մեծ հանցագործություն է, հերթական հանցագործություն է։ Թերևս այսքանը, հա, Մարիամ ջան։ Ես եմ շնորհակալ։ Ամեն դեպքում ես ասեմ ձեզ, որ մեր նստածույցը շարունակվում է, ես նստածույց եմ գալիս եմ այստեղ։ Շատ ուզում եմ սա հստակ լինի, հա։ Գիտեք, գերիների հարցը պետք է ամեն օր, ամեն ժամ պահվի մեր ուշադրության կենտրոնում, անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական զարգացումներից։ Ինձ երբ որ հարցնում են, երբ կդադարեցնենք, ես ասում եմ, երբ որ այս իշխանությունները այլևս չեն լինի եւ կլինի այնպիսի իշխանություն, որ մենք տեսնենք, որ ինչ կարիք կա իրաց մոտ դա բարձրացնելու, որովհետեւ դա հենց իրենց օրակարգային առաջնային հարցերից մեկն է լինելու։ Ցանկացած ազգային հայրենասեր հայակենտրոն իշխանության համար գերիների հարցը դա պատվի հարց է լինելու, գերիների վերադարձի հարցը դա պատվի հարց է լինելու, պատվախնդրության հարց է լինելու։ Եվ բնականաբար, երբ որ մենք այդպիսի իշխանություն կարողանանք ձևավորել Հայաստանում, այն ժամանակ ինչ նստածույցի մասին է խոսքը։ Բայց քանի դեռ կան այս իշխանությունները, այսքան ժամանակ գերիների հարցը մնացած բոլոր հարցերի հետ, այո, Արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակն է կարևոր, բայց առավել կարևոր է Արցախահայության վերադարձի խնդիրը եւ տասնյակ այլ խնդիրներ։ Մենք խոսել ենք կենսաթոշակների բարձրացման մասին, անպայման թոշակառուների հարցը պետք է լինի մեր օրակարգում, մեր ուշադրության կենտրոնում, անպայման լայնամասշտաբ համաներման հարցը պետք է լինի մեր օրակարգում։ Մենք շատ ենք խոսել ԴՀԳ համաներման մասին, այդ տուգանքների համաներման մասին, ինչ որ այսօր ականջից լուր կապավ հենց Նիկոլականներն են փորձում, Նիկոլն է փորձում այդպես ֆեյք մի հատ շարժում ձևավորել հենց ԴՀԳ տուգանքների համաներման հետ կապված, հա։ Այս հարցերը շատ կարևոր են, բայց գերիների վերադարձի հարցը, գերիներին հարցը մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելու, մեր հասարակության ուշադրության կենտրոնում պահելու այս հարցը կարևորությունը շատ անչափ կարևոր է եւ ես խնդրում եմ բոլոր ուժերին, անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ քաղաքական հակասություններից, այն ուժերին, ովքեր որ ԿՊ-ի հետ չեն, բնականաբար, այս հարցը պահել օրակարգում, ուշադրության կենտրոնում շնորհակալ։ Մենք տեսանք վերջերս վերջիններն արտաշատում են այնտեղ գյուղացիները, ու այդ կարկուտի հետևանքով իրենց բերքը ամբողջ աշխատանքի տարիների ոչնչացել է եւ ուղղակի մարդիկ ցավի մեջ ու այս մարդիկ եկան եւ առաջինը գյուղնախարարությունը փակեցին եւ անտերությանը մատնան հենց նաեւ գյուղացիներին չունեք ասելու։ Մարիամ ջան, ես մի բան ասեմ ձեզ։ Այս մասին մենք խոսել ենք, նույն արևդարականների հարգերի թանկացում, բարձրացում, նույն գյուղացիների հարցերի, գյուղական հարցերի, ուրեմն ոնց ասեմ, անդերուդուս վիճակը, կներեք ես բառիս համար, բայց անդերուդուս վիճակ է, ինչի համար է սա այսպես։ Այս մարդիկ հստակ, այսօր կադագով գիտեք ինչ էինք ասում այնտեղ, ուրեմն կադագով ասում ենք, որ գերիները շատ են, հա, գերիների նկարի մեջ պետք է ավելացվի նաև Նիկոլ Փաշինյանի նկարը, ուղղակի նա նայել է գերության մեջ ադրբեջանցիների ձեռքում, ուղղակի նա Երևանում է գերության մեջ, հա, այսպես կադագով, կես կադակ, կես լուրջ, այսինքն այս իշխանությունները հստակ է իրենք Հայաստանը առանց հայերի քաղաքականություն են տանում։ Այս իշխանությունների համար ցանկացած ուրեմն դժվարություն, որը առաջանում է Հայաստանի Հանրապետության հայ բնակչությանը, կլինի դա գյուղացուն, կլինի դա արևդարականին, կլինի դա, չգիտեմ, տաքսիստներին, մի խոսքով կապ չունի, ուսուցիչներին կապ չունի, զինվորականներին, հա, իրենց, գիտեք, ոնց իրենց գուցե առաջին հայացքից թվա, որ ես շատ տարօրինակ բան եմ ասում, բայց այս ամեն ինչը
Այս ամեն ինչը իրենց ցերդով է, այս ամեն ինչը տեղավորվում է այն ծրագրի մեջ, ինչը որ իրենք փորձում են կյանքի կոչել։ Այս ամեն ինչը ամբողջությամբ, հա, ամբողջությամբ անգամ կարկուտը տեղավորվում է, անգամ կարկուտը տեղավորվում է։ Իրենք երբ որ ասում են հայրենադարձություն են կազմակերպում, դուք հակառակը հասկացեք։ Իրենք ամեն ինչ անում են, որ արտագաղթը ավելանա։ Իրենք ամեն ինչ անում են, որ գյուղացին, ով որ կարճած է իր հողից, ով որ կարճած է հայրենիքից, վերջը գիտեք հայրենիքը գյուղացով է հայրենիք։ Վերջը հայրենիքը, երբ որ հողը մշակելով է, վերջը եթե հողը կա, բայց չի մշակվում, ում է պետք դա։ Վերջը այս մենք պետք է հասկանանք, երբ որ գյուղացուն թողնվում է անդեր, եւ թողնվել է անդեր, այո դուք ճիշտ նշանակեցիք։ Իրենք երբ որ եկան ինչ արեցին, իրենք փակեցին գյուղ նախարարությունը եւ մշակույթի նախարարությունը։ Վերջը հայրենիքը, ել եմ ասում, գյուղացով է հայրենիք եւ ազգը մշակույթով է ազգ, հա։ Իրենք ուղիղ հարվածեցին այս հենասյուներին, այսօր գյուղացին այնպես չի որ առաջ շատ մեծ տեր իրական է ունեցել, բայց այսօր բացարձակապես անդերության է մատնված, բացարձակապես երբ որ ես շփվում եմ, էլի չեմ կարող ասել որ շատ հաճախ եմ շփվում, բայց մեջտապես շփվում եմ ես մեր գյուղացիների հետ։ Գոնե իրենց խնդիրներին տեղյակ եմ, հա, ջրի խնդիր կա այնտեղ, հողերի խնդիր կա, իրացման խնդիր կա, հələ մի բանա բերքը փչացել է, հետո տարի եկա որ բերք ունենում են, հետո էլ իրացման խնդիր են ունենում, այսպես մեջտապես գյուղացին խնդրի արժև է։ Մեջտապես գիտեք ու շատ մարդիկ այսպես ես շատ եմ լսել որ ինչ ենք այստեղ տանջվում, եթե կարող ենք նույն բանը ասենք ուրիշ երկրում անենք, հա, կայացած երկրում, նույն Ռուսաստանի Դաշնությունում ասենք, կամ Եվրոպական միության ինչ-որ երկրներում, եւ օգուտը ավելի ստանանք, գնահատանքը ստանանք ավելին, հա։ Իրենք այսօր ՀԴՄ-ն խփողին ասում են հերոսը դու ես։ Հերոսը գյուղացին է։ Հերոսը հողը մշակող, հայոց հայրենիքը մշակող գյուղացին է։ Հերոսը ինքն է, այլ պետք է իր կողքին կանգնեցվի։ Պետք է իր կողքին կանգնեցվի, գյուղացու կողքին կանգնեցվի, գյուղացու հոգսը թեթևացվի։ Պետք է պետությունը այս հարգերը որ հավաքում է, չէ՞։ Այսօր ասում է, այս падավատներն են ավելացնում, սեփական ուրեմն թիկնաբաների թիվն են ավելացնում, հա։ Աստղերին թիվ հաշիվ կա, սեփական այս անձնական ԿՊ թիկնաբաներին հաշիվ չկա։ Ուրեմն այդ հավաքած հարգերից պետք է գյուղացու հոգսը թեթևացնել։ Պետք է գյուղացու հոգսը թեթևացնել, պետք է իրապես գյուղացու մենակ չթողնել։ Սա ել եմ ասում, սա գյուղացու հարցը չէ, սա հայրենիքի հարցն է, սա պետության հարցն է, պետականության հարցն է, քանի որ պետությունը, պետականությունը, հայրենիքը հենց այդ գյուղացով է պաշտպանված։ Հենց այդ գյուղացով է պաշտպանված։ Հենց այդ գյուղացով է կայուն։ Թերևս այսքանը ես եմ շնորհակալ, Մարիամ ջան։